Իշխանությունը պատկանում է ում։ Ժողովրդին։ Ժողովրդի հետ համաձայնեցված է դա։ Չէ, դերևս։ Բա որ համաձայնեցված չէ, ինչ փաստաթղթի մասն է։ Դիվանագիտական մակարդակում այն համաձայնեցված է։ Շատ լավ է դիվանագիտական մակարդակը։ Եք այդ փաստաթուղթը, ասել եք, որ մենք դուրս են գալիս, ամեն ձեռքի տալիս, սա վնաս է։ Այդ դիվանագիտական մակարդակով համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը, այն ինչ որ իրանք ներկայացնում են, այն ինչ որ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ներկայացնում են, դա մերժելի է մեր կողմից, որովհետև դրանով չեղարկելու եք, լսեք, չի կարա ինքը լինի, որ մի հատ չեղարկեմ կամ չեղարկեմ։ Կարան վաղը դնեն։ Դուք ասում եք հիմա, Արծվիկ Մինասյան, դու գնացել ես, մի հատ սխալ ես արել, հիմա բերել ես այդ սխալը տվել ես դիմացի մարդուն եւ դիմացի մարդուն ասում ես դուք չեղարկես սա։ Նախ հələ հարց տուր, ասա Արծվիկ Մինասյան, դու ես սխալը, ով է տվել քեզ այդ իրավունք, որ այդ սխալը անես։ 1 Հիմա դու այդ հարցը չես տալիս Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ին, եկել ես ինձ ասում ես այդ սխալը չեղարկես։ Մենք նոր իրար հետ բարձեցինք։ Լավ։ Հարգելի պարոն Ղազարյան, մենք նոր հենց իրար հետ բարձեցինք, որ այս փաստաթղթը չի կարա ծնվի, չի կարա ծնվի առանց ժողովրդի համաձայնության։ Համաձայն եք։ Լավ։ Եթե չկա ժողովրդի համաձայնություն, ինչը պետք է չեղարկենք։